ձեզ, շատ ուրախ եմ այսքան պատկառելի դեմքեր տեսնել առայժմ չնստած։ Առայժմ չէ։ Նստացեք։ Վանդակների հետև, ճաղերի հետևում չէ, որովհետև ամեն կատակը ունի իր մեջ ճշմարտության երանգ, մենք այսօր ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ որ, չգիտեմ, խոսքի, լայքի, հայացքի ու հայ մնալու դե լավ սենց ասենք իրավունքի համար մարդիկ գնում են եւ նստում են եւ մարդկանց բռնում եւ նստացնում են։ Մարդիկ կարան համաձայնվեն, չհամաձայնվեն, գլուխ ցավացնեն, դա տենց է։ Ինչ վերաբերվում է մնացած հարցերին, ապա այո, ես ներկայացնում եմ այն քաղաքական ուժը, ումից լկտիաբար գողացան ձայները, որ ավելի խորքային հասկանանք ինչ է կատարվել, ոչ թե գողացան լոկ ձայները, մենք հաճախակի օգտագործում ենք այն բառակապակցությունները, որոնք չեն արտացոլում իրավիճակի խորությունը։ Գողացել են մարդու հիմնարար իրավունքը, կապ չունի, ինքը սատարում է իշխանությանը, ընդդիմությանը, չգիտեմ, Պողոսին, Պետրոսին եւ այլն, դրա մեջ չի հարցը, Պողոս Պետրոսի տակի է։ Բայց մարդիկ ունեն իրավունք, իրենք որոշեն ոնց են ապրում երկրում։ Առաջին նշույլը, երբ որ երկիրը դադարում է դառնալ երկիր, այլ դառնում է լվացքի մեքենա կիսով չափ մսաղած, երբ որ այն դե նստած մարդիկ որոշում են, թե մենք ինչպես պետք է ապրենք։ Բարգավաճ Հայաստանի հետ կատարված ինքը ակնհայտ ցույց տվեց, որ իշխանությունը, որը հիմնվել էր, կհիշեք, չէ, 18 թվականից մինչև 26 թվականի հունիսի 6-ը, եթե ընդդիմախոսը խոսում էր, ինչ էին ասում, ասում էին, ախպեր, ինչ ուզում ես խոսա, մենք ունենք լեգիտիմություն, մեզ մարդիկ վստահում, կարող է ազգը որոշել է գնա ինքնասպանվի, ինչ եք դուք տենց ներվային անում, կա լեգիտիմություն։ Ամսի 8-ի գիշերը մենք բոլորս ականատես եղանք խուժանավարի ուղղակի ընտրական թե օրենսգրքի, թե մարդու իրավունքների, թե մարդու առհասարակ ձայնի, իրավունքի, չգիտեմ, ոչնչացում կասեք, մարդու իրավունքի բռնաբարում կասեք, ձայնի իրավունքի, չգիտեմ, ոնց ուզում եք, ինչ էպիթետ ուզում եք վերցնեք, մենք տեսանք դա, երբ որ ափալ-թափալ պանիքիդայի դեմքով դուրս են գալի եւ հայտարարում են, որ հաղթել են, երբ որ ժամը 2-ին կներեք 10% էր հաշված չէր ձայների, արդեն հայտարարում է հաղթանակի մասին, ընդ որում կրկին հասնց սաղ պանիքիդայի դեմքերով, իրանք դա գիտեն, չէ իրական պատկերը, բայց հիմա ես չեմ ուզում խոսեմ իշխանությունների մասին, ես ուզում եմ խոսեմ շատ կարևոր մի բանի մասին։ Բարգավաճ Հայաստանի ձայները չեն տարել, 60,000 ձայնը, դա միայն Բարգավաճ Հայաստանի ձայնը չի, դա բոլորի նույնիսկ այն մարդկանց, ովքեր աշկով աշկ չունեն Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, այդ մարդկանց հիմնարար իրավունքն է, նույնիսկ եթե մարդու մտավոր ունակությունը թույլ չի տալի դա հասկանալ։ Մենք փորձում ենք հիմա աշխատել եւ ճիշտ ենք անում եւ շնորհակալություն պարոն Թավադյանին, իրավական նորմերով, բայց դա նման է մի իրավիճակի, երբ որ այրվում է շենքը եւ մենք փորձում ենք հասկանալ մեր այդ տնային գրքույկի մեջ ինչա գրված, տունը վառվում է, պաժար է, մարդիկ են վազվզում են, մեկը նստած ասում է լավ է որ վառվում է, այն մյուսը նստած ասում է ես պաժարնիկ չեմ, ես չեմ խառնվում կանչը, տենց մարդիկ չէ, ես քաղաքականության մեջ չեմ խառնվում, այդ էս նստած տունը վառվում է, ինքը չի խառնվում, բայց այն ինչ այսօր արվում է նույն Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի հանդեպ, Գագիկ Ծառուկյանի հանդեպ, որը պարզապես ուղղակի մարդու մտքով չէր անցնում, չէ՞ որ սենց բան հնարավոր էր։ Դա կատարում է ոչ միայն Բարգավաճ Հայաստանի, դա կատարում է ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, դա կատարում է նույնիսկ այն մարդկանց, ովքեր մինչ այսօրս կան, տարբեր մարդիկ կան, սատարում են իշխանությանը։ Քաղաքագիտական նորմը, քաղաքագիտական իրողությունը, քաղաքագիտական ֆունդամենտը ոչ ոք չի կարա հերքի։ Հեղափոխությունը միշտ խժռում է իր տերերին։
ու հիմա մենք տեսնում ենք մի process, երբ որ իսկ ով էր տերը հեղափոխության, այսպես կոչված, որտեղ հեղափոխություն չէր իմ օրինակ, ժողովուրդը խժռում են ժողովուրդը։ Ինչ պետք է անել։ Ես միանգամայն համաձայն եմ գործընկերների հետ, ես բազմաթիվ անգամ Հայկի հետ եմ խոսացել այս թեմայով, ես բազմաթիվ անգամ հնարավորություն եմ ունեցել Տիկին Կոստանյանի հետ խոսել, Մենուայի հետ, Սողոմոնյանի։ Ինչա պետք անել։ Այնինչ այսօր այստեղ քննարկվում է, մենք բոլորս էլ երեխա չենք, չէ՞, մենք հասկանում ենք, որ այսօր սա այս process-ները անհնար է։ Եկեք ճիշտը խոսենք։ Ինչ-որ մեկը այստեղ կա, որ կասկածում է, որ Սահմանադրական դատարանին, եթե SMS գա, օրինակ Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Անտարկտիդայում եւ պետք է շարժվի համաձայն, չգիտեմ, Անտարկտիկ տենց օրենքների։ Սահմանադրական դատարանի կներեք եզրակացությունը բողոքների հանդեպ դա իրականում որպես իրավաբան կարծում եմ իրավաբաններին շատ հետաքրքիր, գիտեք չէ ոնց է, խորհուրդ կտամ բոլորդ կարդաք, որ Սահմանադրական դատարանը Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան, Դաշին, Միասնության թևեր, դուք գրեթե բոլոր բողոք ներկայացրած քաղաքական ուժերի բողոքը վերցնում է, իր եզրակացության մեջ փաստացի գրում է, որ տղեկ ճիշտ եք ասում, դուք ճիշտ եք, այդ խախտումները եղել է, մենք չենք ասում չի եղել։ Եղել է, որ 3000 հոգի ոչ թե ձայներն են գողացել, ընդհանրապես զրկեցին ընտրելու իրավունքից, 3 ընտրատեղամասերում, երբ որ չեղարկեցին ու ասացին չէ, նոր ընտրություն չի լինի։ Ասում են ճիշտ եք ասում, ամեն ինչ էլ եղել է, սալդատել են բերել, զինվորել են բերել, անհամաչափ ուղղակի ճնշումներ են եղել, տերոր ա եղել, այդ ամեն ինչ եղել է, բայց ներող չեն կարա ոչ մի բան անել։ Սահմանադրական դատարանը ինչի համար է, եթե իրանք նրա համար էին, որ մեզ մեր դարդերը պատմեին, մենք առանց դրա իրանց ամեն ինչ ինչ որ պետք է պատմել էին։ Այսինքն ես չեմ տեսնում հնարավորություն այս պարագայում Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ Սահմանադրական դատարան դիմելով, նույնիսկ չգիտեմ ես անօրենտիր ազգային ժողովուրդ նրանք ինչ կլինեն։ Բոլորը զգացել եք, չէ՞, սրտատրոփ սպասում են այդ շոուին, այդ ինչ ա լինելու այնտեղ։ Սպասում են։ Ստեղ խնդիրը ավելի շուտ խորհրդային է։ Մենք պետք է հասկանանք հետևյալը, որ այսօր այս հարթակում, եւ ես շնորհակալություն եմ հայտնում այս հարթակի հեղինակներին, ձևավորվում է այն ապագայի տեսլականը իրավական առումով, որը պետք է ապահովի, որ հանկարծ չկրկնվի այն քաղաքագիտական իրավական առումով խուժանությունը, որի պայմաններում մենք այսօր ապրում ենք։ Սա է ամենակարևորը, որովհետև ի տարբերություն ոմանց հայ ազգը եւ մեր հայրենիքը հարատև է։ Իսկ բոլորը գնացող են, չկա հավերժ իշխանություն։ Հիմա այդպես վատ բան եմ ասում, ոչինչ տես, քաղաքագիտական նորմ ասել, իսկ հայրենիքը հավերժ է։